Ահա։ Բարև ձեզ սիրելիներս, ես Նարես Հոսեն եմ, ինչպես գիտեք, 15-20 րոպե առաջ ենք Կորնիձորից եկել, գնացել ենք մեր աջակցությունը հայտնելու Արցախի ժողովրդին եւ ասելու, որ Սյունիքը տեր ունի, որ մենք Սյունիքի տերերն ենք, որ այս երկիրը դեռ անտեր չէ, որ մենք ֆիդայիներով դեռևս կարող ենք Արցախն ու Սյունիքը պաշտպանել ու պահպանել ու մենք դա կանենք։ Այսօր եկել ենք աջակցելու մեր զոհվածների մայրերին, որոնք անժամկետ նստածույց են արել մեր սիրելի Գայանե Հակոբյանին անհիմն մեղադրելու եւ մեզ բոլորիս այս իրավիճակում դանդաղ հոգեբանորեն ճնշման տակ պահելու համար։ Ուրեմն ասեմ, Սյունյաց ողջուններ փոքր Նիկոլիկին ու իրան ասում եմ, Աշոտիկ, դու ապացուցեցիր, որ գու տականք չի վախոր, արժանի ժառանգն ես ու որ պտուղը հեռու չի ընկնվիր ծառից։ Ու լսի քեզ ինչ եմ ասում, այ լակոտ, եթե մինչև հիմա քո վրա լուրջ ոչ մեկս կենտրոնացած չենք, այսուհետ դու եւս թիրախի տակ ես ու թիրախի տակ է քո ամբողջ ընտանիքը, սա սպառնալիք չի։ Դուք բոլորը դատական կարգով պատասխան եք տալու այ հայրենիքի դավաճան չասեմ, այ թուրքի ճտեր։ Ու դուք ընտանիքով եք պատասխան տալու, ձեզ հետ պատասխան են տալու այս ամբողջ ձեզ վաճառված թուրքահպատակ պոռնիկները, որոնք վաճառվել են ձեզ աշխատավարձի չափի իրանց չափաբաժնով։ Ասեմ, որ նրանք ամենավերջը անբարոյականից անբարոյական են, որովհետև ոչ թե իրենց մարմինն են վաճառել, այն են հողը, որտեղ որ Գայանեի տղեն արյուն է թափել։ Հիմա բոլորիդ կոչ եմ անում, միանանք մեր անժամկետ նստածույց արած մայրերին, եկեք կանգնենք գոնե մեր Գայանեի կողքին, նա քաղաքական գործի մեջ չի, նա կուսակցություն չի ներկայացնում, նա հերոս Ժորայի հերոս մայրն է, որով ապացուցեց ինքը իրենով, որ ինքը արժանի է հայ կնոջ կերպարին, հերոսի մոր կերպարին, որ նա հերոս հայուհի է եւ որ հայրենիք ունի ի տարբերություն այստեղ իրենց վաճառած եւ իրենց երեխաների ապագան 2 կոպեկով իրենց հայրենիքն ու հողը վաճառած, իրենց զոհված ընկերների գերեզմանը վաճառածների։ Ես դա այլևս էլ չեմ դադարի ասել ու այսուհետ ասելու եմ հատ անուն, բոլորիդ նկարները ովքեր որ ոտնձգություն կատարի, ցանկացած պատերազմի մասնակցի վրա, ցանկացած զինվորի մոր վրա, բոլորիդ անունները իրենց փողոցներում այսուհետ արձանագրում եմ ու պաշտոնական ասում եմ, մենք կանանցովս մեծացնելու ենք ու բոլորդ ամոթանքի պատին եք գանվելու, որովհետև դուք ծառայում եք ոչ թե օրենքին ու պետությանը, այլ թուրք Նիկոլի ճինվաղ թուլին։ Ներկայությամբ մեր ուզածը ոչինչ չի տարբերում նորմալ մարդու ուզածից։ Մենք ընդհանրապես ուզում ենք, որ մեր անմեղ հերոս ծնած, այս հողին հերոս տված մորը թույլ տակ ազատության մեջ լինելու։ Նա հացադուլ է հայտարարել արդեն 3-րդ օրը, իսկ դուք անտարբեր կանգնած նայում եք, թե ուժ ժպիտով, մի հատ նայի նրան ժպիտը, մի հատ նկարի նրան ժպիտները, ժպիտով կանգնած են այս տանկեքը վաճառված։ Ու ասում են, որ մենք օրենք ենք պահում, տուն ենք պահում, օջախ ենք պահում, օրենք ենք պահում։ Թուրքը հասել է Կորնիձոր, այսօր մենք Կորնիձորից են գալի, քայլելով Տաթևի ուղղության վրա ադրբեջանական դրոշ է արդեն, իսկ սրանք ստեղ կանգնած, օրենք են պահում, օրենք չեն պահում, սրանք ստեղ պարգևա վճարուն Նիկոլ են պահում, սրանք ստեղ ասում են պուտանկից ավելի վատն են, մարմնավաճառից վատն են սրանք, որովհետև մարմնավաճառը իր սեփական մարմինն է վաճառում, իսկ սրանք մեր հայրենիքն են վաճառում, ամեն իրենց տեղ կանգնելով են մեր հայրենիքը վաճառում, որովհետև պահում են Նիկոլին ու Նիկոլի թուրք թուլին, որը կարող է հերոսի մորը ուղղակի զրպարտել, ինքը նստել մեքենան եւ ասել, որ Գայանեն իրեն առևանգել է, ես փորձում եմ հասկանալ, թե ոնց է առևանգել, ինձ բացատրեք, դուք խելացին եք, ժպիտով կանգնել են վեճները չի, որ ընդեղ կին է մեռնում, մահանում է դանդաղ մի կին, որը հերոս է ծնելու մին ու ճար տղային է տվել այս երկրին, ու փողանա գնան սահման պահեն, այս մարմնավաճառը չասեմ, այս վաճառվածները, սրանք եկել են, ու այստեղ մեզ բոլորիս փորձում են ապացուցել, որ իրանք օրենք են պահում, ուզում եմ հասկանալ, ում օրենքն եք պահում, Ալիևի, թուրքի օրենքն եք պահում, այս շենքը վաղուց արդեն մահմեդական մեջ չի դե,
Սա այլևս մեր կառավարության շենքը չի։ Չի կարող Հայաստան ունենալ կառավարություն, որը որ թուրք է պաշտպանում, թուրքահպատակ է։ Ու եթե ասում են հայի արուն չթափվի, եթե ասում են ոստիկանը մերն է, ուզում եմ հասկանամ ո՞նց է մերը։ Ո՞նց կարող են այս ժպիտով անտարբեր կանգնած վաճառվածները լինել մերը։ Եթե այսօր Բերդում զինվորի, զոհված զինվորի մայր է։ Ես կոչ եմ անում բոլորիդ, եկեք վերջապես ուշքի գանք։ Միթե սա էլ ձեզ չի սթափեցնելու, որ հասկանաք, որ եթե այսօր Գայանեն է այնտեղ, վաղը ձեր երեխաներն են բերելու դնեն ձեր դեմը, վաղը դուք եք այդ կարգավիճակում լինելու, ժողովուրդ վերջապես հասկացանք թասիբ չունեք, բայց դուք ուղեղել չունեք, լրիվ եք արդեն սատկել, թե մենակ ստամոքս եք դարել, վերկացեք վերջապես, հերիքա ժողովուրդ, հերիք այս սրանց տեղից հավաքել ա պետք, ոչ թե սպանել, այլ հավաքել, այս ես ժպիտ է, որ մի մետրանոց դրել են ստեղ ու ժպտում ա, սենց իրանից գոհ, հերոսացած, դա այդպես ինչ ժպիտով ա ժպտում, մի հատ էլ նկարի, այս սրանց տեղից հավաքել ա պետք, այդքան բան ընդամենը։